Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 28-ին ամփոփվել են Լույս հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում պաշտպանական գերատեսչության մի շարք ստորաբաժանումներում երկշաբաթյա պրակտիկայի մասնակցած ուսանողների աշխատանքները եւ նրանց մշակած նախագծերը։ Նախաձեռնության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել պաշտպանական գերատեսչության իրականացրած աշխատանքներին, մշակել եւ ներկայացնել գաղափարներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն պաշտպանական ոլորտի բարեփոխումներին եւ նորամուծությունների ներդրմանը։ Ծրագրի շրջանակում Լույս հիմնադրամի շահառուները ուսումնասիրություններ են կատարել տարբեր ուղղություններով՝ ռազմարդյունաբերություն, գնումների գործընթաց, հերթապահության կազմակերպման արդյունավետության բարձրացում, խաղապահ առաքելություններ, զինված ուժերում սոցիալական աշխատողների եւ հոգեբանների ինստիտուտի ներդրում։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում կարևորել է պաշտպանական գերատեսչության եւ Լույս հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն է նաեւ պաշտպանության նախարարության մասնագետների կողմից հիմնադրամի շահառուների համար պարբերաբար կազմակերպվող հանդիպումները եւ բանախոսությունները Հայաստանի Հանրապետության անվտանգային հարցերին, պաշտպանական քաղաքականության, բարեփոխումների, միջազգային ռազմական համագործակցության վերաբերյալ։ Կարևորելով նախագծի շարունակականությունը, Լույս հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարասլանյանը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը համոզմունք են հայտնել, որ ծրագրի մասնակիցների ներկայացած առաջարկությունները եւ նախագծերը համապատասխան փորձագիտական վերլուծության ենթարկվելուց հետո կկիրառվեն զինված ուժերում։ Հոգով եւ մարմնով, մեր ազատության, անկախության ու պայծառ գալիքի համար, թող հայրենիքը հպարտանա քեզնով, եղիր զինվորը երկրիդ, զինվորագրվիր հայոց բանակին, պաշտպանիր հայրենիքդ, ամառային զորակոչ 2016